Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան։ Այնքան դուրս ու ներս արի, արև ամբերի տակից դուրս եկավ։ Հրեսենք, ժամ 11-ի կրները կլի, ռաուդ են տեսը ուշկս, այս սարու ձորերումներ, երկնքի ծերին։ Ամբոտացեր, դուրս ու ներս անեի ասեի երնակ ես ամբերը ետ քաշվին էլի, ետ տբա երգինք գնան, հմի սիրում պարզոտ էլա հրեսեն։ Եղանակը սոր մեր կրնից լի էլի, դաթեոս կշերն եկելա, կարևոր տեղտինք գնալ, առիթ ունենք նշելու, բարեկամի տանը, լավ կլի էլի, որ եղանակը լավն էլի, ցուրտ չլի, ամբոտատ չլի, որ մենք էլ լավ դրամադրված, գնանք, համուր խանանք, համուր խացնենք։ Լավ է, շատ լավ է, որ արևը դուս ա գալի, երկնքումը պլպլին ա տալի, մենք էլ մեզանից անկախ ժպիտը դեմքներուս ա գալի էլի։ Սիրուն համով հոտով ա շունքը անում, խաղաղ, հանգիստ։ Եղանակը դեռ հլա, սաղիս կրնիցն ա խոսում։ Վերջը, դե հենց դուրս ու ներս անելով, մտքումս ֆոքեց քաշելով, ջամբ հապհեի էս պլպլան արևին։ Թող որ սաղիս օրն էլ մեր սրտովը սկսվի, մեր սրտովը բացլի, հետո սաղիս ուզածն էլ կատարվի։ Դե գնամ կոֆե եփեմ, որ դաթևիս հետ կոֆե խմեմ, հետո դուս գանք։ Հա, տոնց արմունգով բաց է արենք, հենց արմունգով էլ վերագծեմ դուռը։ Սիրելի հետևորդներ ջան, դաթևս մինչև պատրաստություններ կտենա, որ լավ առիթ ենք գնալու։ Բայց ես արդեն ստի նկատեցի, որ մի հատ համողությունների տոպրակը դաթևից բերած մնացել է, զրիցով ենք էլ մնացել է։ Երեք շատ լավ ենք զգացել մեր աղջիկ իրար հետ այդ ժամին։ Վերջը, այս էլ անանասը, սիրելի հետևորդներ ջան, շատ ենք ծիծաղել հենց այս պահով, ասում այ մամա, միշտ քո բաղուբաղ չի մրգերն ենք վայելում, այս հերթել իմ բաղուբաղ չի։ Անանասել էր բերել, արդեն կտրել ենք, վայելել, այս սառնանում էր, սննդային թաղանթով փակած, ասի ես էլ ստի բերեմ, որին ամի անգամից, կոֆեին էփեմ, հետո ինչ պետք է ավելացնեմ այդ սիրուն սինու մեջ, հետո գնամ քոթուկների մոտ սրճելու, թե որ արևն էլ դուս ա եկել, բայց կոֆե դնեմ, հետո հլատենամ, այդ տոպրակը ոնց հայլել եմ, ես մոռացել եմ, սառնանում դնելու բաներ էլ կար, սուն կա, բանա, վերջներ, ոյ, ես սենց կոֆեն դնեմ ու նրանով զբաղվեմ արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, լավ առիթով ա եկել դաթևս, ես էլ եմ դե գնալու, բայց նախապես ասեմ, որ նկարահանումներ չեն լինի, մի քիչ լավ էլ լցնեմ ջուրը, քանի որ այն բաժակները մեծոտ ա, մի անգամ էլ էդ ձև էլի, գիտեք էլի, որ նման պահերին միշտ չենք կարում ամեն մի պահը նկարել, Այ մենակ թե փչացած չլնի, քանի որ մսեղեն էլ կար այդտեղ, կոֆեն լցնեմ ու զբաղվեմ, թե ոչինչ, եղանակը սառնա, հույս ունեմ ոչ մի բան վնասված չի լինի գիշերվա ընթացքում։ Սաղիս հետ էլ կարա պատահի չէ, սիրելի հետևորդներ ջան, որ զրիցով ենք հրում, հետո կարևոր բաները մնում է։ Ես արդեն կարամ այս մի կողքին չի վնասի, էլի կոֆեի տաքությունը այսենց սարքեմ, չայնիկը բերեմ այս մկուրը։ Մեկ էլ չի չացնեմ, էլի տեսաղցիկը, սիրելի հետևորդներ ջան, բաժակները սենց կդնեմ, քանի որ գնալու եմ, դրսում եմ լցնելու, եղանակն արևային արդեն շանս տվի, ջազվեն ձերիս վերք ունեմ, ես էլ մի ձերիս, հետո կգնամ, բայց ատպես հանենք էլի, տնակ ինչ կա։ Քանի որ սունկ էլ էր բերել,
մի երկու հատ խրովել ենք այրոգրիլում, այդ ժամին վրինաղ ենք արելու խրովել, շատ ընտիրալում, դե գույնը լավ է մնացել, ահա, չի փչացել, սենց էլ որ ձեռ եմ տալի, ինքը սառնա, շատ լավ է։ Ոյ, համարություններ, կոնֆետներ։ Ոյ, ուրեմն էս էլ էր տոպրակի մեջ, տոպրակը բացել եմ, տոպրակը հանել մի կողմ, էս էլ մնացել է, էս երկու հատը լաստիկ։ Ելակով, սիրում եք սենց բաներ, սիրել հետևորդներ ջան, շատ համով է։ Ես մի համարությունն էլ է մնացել ստեղ։ Ես էլ երևի կբացեմ։ Թեկվում եք ու ես թեկվում։ Ես չաբերել երեխես Երևան City-ից։ Ես տոպրակներն ենքան ամուր են պահում եմ, միշտ պետք է գալի։ Ճղճղալով բացեմ տոպրակը ու արդեն ինձ պարզա ասեմ, որ իմ սիրելի բաներն աբերել ու ես մի գիշերվա մեջ սրանք չէին կարա փչանան։ Սլիվ կա, սիրելի հետևորդներ ջան, որ դդմապուր եփեմ, սրանից մեր գեղումը կավոչ էլի դեռ ռաշ չի եկել ինձ։ Ես հաստատ չի փչացել։ Ես էլ չի հաստատ փչացել, տոմատով կիլկին է իմ սիրելի։ Ու այստեղ էլ նագետներն են, հուսով եմ սա էլ չի փչացել ու մինչև կոֆեի եփելը կհասցնեմ սառնարան տեղափոխեմ։ Ահա, իրար վրա եմ դնում էլի, այսենց, ես է սունկը, բախ ես ինչքան լավ է խորովում, ես այրոգրիլ է սունկը, ես էլ կբացեմ ստեղ, կոֆեն դեռ տեղ ունի եփելու, ես սրանց քանի չեմ մոռացել, ահագի մեջ էլի տանեմ սառնարան։ Անցանք առաջ, կոֆեն արդեն պղպջակներ է հանում, ես բացեմ, ձերը միասին, ձերը հավեսի բերեմ, ես ճղճղոցներով, ջոն, շատ շուտ են ճղվում ես տոպրակներ ուզում էի անվնաս հանում, բայց ամեն դեպքում բացվում է։ Այո։ Շատ չեմ տանի, ամեկից երկու հատ կհանեմ, սիրելի հետևորդներ ջան, որ ես էլ հեշտությամբ գնամ հասնեմ փոթիկների մոտ։ Ես էլ երևի սրանց մեջ լցնեմ, հա, ու միտեղ կտանեմ դարակում կտեղավորեմ։ Ես արդեն դե սառնարանի չի էլի։ Այսպես, կոֆես էլ եփեց, սիրելի հետևորդներ ջան, բայց առանց ձեզ ենք սրճելու ես անգամ, քանի որ աննկարագրելի ձևով շատ ժամանակը սուղ է մեր համար։ Էլի ա գալու, սիրելի հետևորդներ ջան, եկող շաբաթ էլ ա գալու, ինձ թվում է ժամանակը գտնենք, ինքն էլ կմիանա ձեզ։ Հիմա ծնունդի ենք, մյուս շաբաթ էլ որ գալու է, հարսանիքի է, այդ անգամ ես չեմ գնալու, այդ իր հրավերն արդեն սիրել հետևորդներ ջան, բայց այս անգամ ես էլ եմ գնալու։ Նկարահանումները դե չի լինի, մենք կուրախանանք, բայց այս պահին էլ ուզեցի, որ ձեզ միանալ, կիսվել իմ ուրախությունով, իմ տեղ գնալու պահերով, ամեն դեպքում, որ դուք էլ, եթե չմիանայի հանկարծ, հանգիստ լինեք իմ համար, որ տենակ էլի, որ լավ առիթներով ենք, դե մենք գնանք մեր աղջիկ կոֆեն խմենք, այն սիրուն տեղը։ Արմունգով ետ բաց դիմանել այսենց, արմունգս տեղ եմ անում ու բաց անում, էշտ ու հանգիստ։ Տաթիկ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, Տաթևից ճանապարհ եմ, ես էլ գնամ աշխատանքի։ Որից հետո արդեն, ինչպես միշտ, ձեզ կմիանամ եւ կզրուցեմ հաճելի ձևով։
Մինչև ներքի ճանապարհը գնում եմ իր հետ, հետո ես կթեքվեմ իմ աշխատավայր։ Եղանակն էլ այսօր մեր կողմից եղավ, փառք Աստծո։ Գանձուկս։ Տաթևից ճանապարհելուց հետո աշխատանքից եկել եմ տուն արդեն եւ լավ առիթները շարունակվում են։ Այս պահին Վահանի կանց բալկոնում եմ, այստեղից եմ ձեր հետ զրուցում ու քանի որ ինչպես որ ասեցի, լավ առիթները շարունակվում են, այսօր Վահանիկի ծննդյան օրն է, սիրելի հետևորդներ ջան։ Իրենց թանկագին հյուրն եմ, որի համար շնորհակալ եմ իրենց եւ հիմա ներս մտնենք։ Ասեմ, որ ընդհանուր ձայնը անջատեցի, նոր ներս մտա, քանի որ բարեկամներով հավաքվել են, փոքր երեխաներ կան, ասում ենք, խոսում ենք, ուրախանում ենք, հեռու տեղերից էլ կան հյուրեր, մի խոսքով, արժեր, որ ընդհանուր ձայնը անջատեմ, արդեն սեղանները բացել են, տնավարի, հայավարի, սեղանները առատ են, երկու կողմից են սարքել, դե գիտեք, որ տներում արարողություն ա լինում, ինչ ձևով ա լինում։ Խորովածը կրակին են դրել տղաները ու սպասում ենք խորովածի լինելուն ու արդեն կնստենք այս քեֆ ուրախությանը։ Վահանիկի ծննդյան օրն է, այս տորթի անկյունն է, սիրելի հետևորդներ ջան, այնքան լավ է, որ նման առիթները օջախներում ենք անում, էլի մեր տներում ենք անում, ավելի է համ ու հոտ մտնում, ավելի մեզ ազատ ենք զգում, դե ճիշտ է, տան չարչարանքները կա ու կա, բայց թե ամեն դեպքում, որ մեր տներում ենք այդ լավ առիթները նշում, մի տեսակ ավելի թեթև ու հանգիստ ենք լինում, կոմպլեքսավորում չկա, ինչ որ լարվածություն չկա ու տնավարի, հայավարի, ջան-ջիգյարով քեֆ ուրախություն ենք անում։ Ուզեցի, որ Վահանիկի տորթը ցույց տալ, թե իր մաման ոնց է այս անկյունը սիրուն, սարքել։ Շնորհավոր Վահանիկի ծննդյան օրը լրանում է 6 տարեկանը այդ մեր համով բալիկի, իմ փոքրիկ հետևորդի։ Բոլորս շատ ուրախ ենք, լավ զրույցներ ենք անում։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Shiva, amor. Շնորհավոր, Я տեսնեք։ Քաղցրացնի Կպով։ Ոչինչ։ Քաղցրորին ունենա մեր Վահանիկը։ Երազանքների իրականացում, Ոչինչ։ երջանիկ մանկություն, խաղաղ աշխարհ, խաղաղ երկիր։ У нас специальный блогер, который сегодня пришла, снимается полностью. Привет! Привет. Оксана, это у нас наш специальный блогер, который снимает сегодня. Спасибо за внимание. Это дядька, который ты знаешь. Երեխաների երջանկությունը նայում մեր երջանկությունն է։ Ты пришла. Շարունակվում են կենացները։ Տորթը կտրելու ժամանակն է եւ շուտով Վահանիկի մայրիկի տորթը կկտրի։ Բացի քույրիկի, Վահանիկը նաեւ իր փոքր քույրիկին է անսահման սիրում։ Եղբորսերը քրոջ հանդեպ ամենալավն է աշխարհում։ Սոֆին տվել է իր ժամացույցը։ Այո, շնորհավոր։ Ապա վայելում էի նվերները։ Բաչիկ։ Ունիկին. Սոֆին. Սոֆին էլ բաչիկ։ Շնորհավոր։
Աշխարհում ամենահրաշալին մանկական անկեղծությունն է։ Ամավանի ջան։ Նյամ 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 նյամ։ Անեն տորթ է ուտում։ Tranne visa pensare. Du baust ja gerne. Ձեզ եմ միանում հաջորդ օրը, ողջույն բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, այս երկու օրը լավ առիթներով եղա, դա թևիս էլ ճիշտ է շատ քիչ տեսա, բայց այդ առիթում, որ նշում էինք, էլի կարողացա թեթևակի կարոտս առնել իմ բալից, դրանից հետո էլ դե Վահանիկի ծննդյան օրը, ճիշտ է իմ հարևաններն են, բայց հարազատ դարձած ենք, ուզում եմ ասել շատ ենք կապված ընտանիքներով, Եվ երբեմն էլ հենց այդպես էլ ասում ենք, մենք ոչ թե հարևան ենք, այլ բարեկամ ենք, նույնը ձեզ եմ ցանկանում, որ ձեր հարևաններով այնքան լավ լինեք, այնքան մոտ լինեք, որ բարեկամանաք, հարազատանաք, քանի որ լավ հարևանը բարեկամից էլ լավ է, հայի ասած խոսք է, սիրելի հետևորդներ ջան, Եվ ընդհանրապես նաև այդ խոսքի վրա, այդ թեմայի վրա շատ լիքը լավ պատմություններ կա, գիտեմ, որ դուք էլ կիմանաք և ընդհանրապես շատ մարդ կերազի, որ լավ հարևան ունենա, անգամ երբ որ իրենց տունը վաճառում են, մի քիչ էլ գինը բարձր են ասում, բա ասում են, բա ինչի այդքան թանկ, բա ոնց թանկ չասեմ, լավ հարևաններ եմ ձեզ թողնում, ահա սիրելի հետևորդներ ջան, այս լավ օրով, այս արևային աշնան արևային օրով բոլորիդ ամենալավն եմ ցանկանում, դուք էլ լինեք միշտ լավ առիթներով, բոլորիդ բարի դիտում,